Ողջույն, այս ընթացքում հասցրել եմ հետևել 5-6 ուժի նախընտրական քարոզարշավի։ Կարող եմ ասել, որ առանձնանում է ՔՊ-ն, առանձնանում է իր ուղերձներով։ Տպավորություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը խաղադրույք է արել մարդկանց հիշողության վրա։ Երևի մտածում են, այնքան կարճ է այդ հիշողությունը, որ ընդամենը վերջին 5 տարվա իրադարձությունները անգամ չի մտաբերում։ Ուղիղ 5 տարի առաջ, այս օրերին, դարձյալ նախընտրական քարոզարշավ էր։ Նիկոլ Փաշինյանը նույն վայրերն էր այցելում ու կրկնում էր նույն խոստումները, որ տալիս է հիմա, կամ որ աբսուրդ է, տրամաբանական հակառակ բաներն է ասում։ Սա քաղաքական խաբեության և ընտրողին ծաղրելու նախադեպ է։ 2021 թվականի ընտրություններից առաջ մայիսին թշնամին առանց մեկ կրակոցի օկուպացրեց շուրջ 50 քառակուսի կիլոմետր տարածք Հայաստանի Հանրապետությունից։ Նիկոլը քարոզարշավին ասում էր. ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից, և մենք տեսնում ենք հնարավորություն այդ հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելուն։ Անցել է 5 տարի, հայկական որևէ տարածքից ադրբեջանցի զինվոր դուրս չի եկել, դեռ ավելին, դրանից հետո ևս 180 քառակուսի կիլոմետր օկուպացրել են, որը հարձակումներով, որը առանց կրակոցի, բայց մեկ թիզ հետ չեն գնացել։ Տնավորվել են մեր դիրքերում։ Նիկոլը հիմա դարձյալ քարոզարշավի է գնում, նույն վայրերը ու հայտարարում. համոզված ենք, որ սահմանազատման գործընթացը կակտիվացնենք և ճշգրիտ սահմանները կարձանագրենք։ Վստահեցնում եմ, որ եթե սա մնա մինչև 2070 թվականը, 2070 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ էլի ասելու է. ունենք հնարավորություն, որ այս անգամ Ադրբեջանը դուրս կգա մեր տարածքներից։ Իհարկե կարող է և չասել, որովհետև իր ընտրվելուց հետո վստահ եմ ադրբեջանական օկուպացիան արդեն տարածվելու է Արևմտյան Ադրբեջան անվանումով։ Սա ընդամենը մեկ օրինակ է, թե այդ մարդը ոնց է ժողովրդին հիմարացնելով փորձում ձայն տանել։ Բայց հիմա մյուս օրինակը, որ էլ ավելի աբսուրդ է։ Ես չեմ հիշում պատմության մեջ նման բան։ 5 տարի առաջ այս օրերին ինչ կարգախոսով էր մասնակցում ընտրությունների Նիկոլ Փաշինյանը, հիշում եք։ Վստահաբար հիշում եք, հեչ որ չէ, մենք էլ չենք թողել մոռանանք, այնքան ենք ասել։ Շուշի ու Հադրութ դեօկուպացնելու խոստումով էր մասնակցում։ 21 թվականին ասում է. ընտրեք ինձ, որ հասնենք Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը։ Անջատում հանուն փրկության սկզբունքով 5 տարի անց նույն Սյունիքում ասում է ինձ ընտրեք, որովհետև Արցախը հանձնել եմ, որովհետև մերը չէր։ Ասում է, այսօր ինչ խոսում են, ասում են Արցախը մերն էր, ինչով էր մերը, այնտեղ դպրոց են կառուցել, մանկապարտեզ են կառուցել, գործարան են կառուցել, նախ այո, կառուցել են, դպրոց էլ, հիվանդանոց էլ, մանկապարտեզ էլ, գործարան էլ, 80 հատ ֆաբրիկա ու ձեռնարկություն ես հանձնել, 40 հատ հեկ ես հանձնել, 4 ջրամբար, 230 դպրոց, 4 համալսարան, 10-ից ավելի հիվանդանոց, բայց դրանք ով էր սարքել, Իրան էին առաջացել։ Սարքեց դժբախտ դժգույն Շուշին, բայց այս ուղղությամբ չխորանամ։ Զավեշտը հենց այն է, որ գնում է նույն վայրերը, որտեղ այցելել է 2021-ին, կանգնում է ճիշտ նույն հրապարակներում, նայում է ճիշտ նույն մարդկանց աչքերին, բայց ասում է տրամագծորեն հակառակը։ Այս մարդը 21 թվականին ձայն է տարել ասելով Շուշի ու Հադրութ հետ կբերեմ, Արցախի ինքնորոշման ճանաչմանը կհասնեմ, հիմա ուզում է ձայն տանել ասելով Արցախը մերը չէր, հանձնել եմ։ Քաղաքացում ցինիկ կերպով դրել են հիմարի տեղ։ Մարդուց ձայն են կորզել Արցախը փրկելու լոզունգի տակ, ընտրվելուց հետո այդ քվեն օգտագործել են Արցախը հանձնելու թշնամու պահանջները բավարարելու համար։ Ու ասել են, քաղաքացին մանդատ է տվել, որ անեմ ինչ ուզում եմ։ Հիմա էլ ասում է, էլի մանդատ տուր, որ հիմա էլ լրիվ ուրիշ բան անեմ, բայց մեկային ես եմ ուզում, ոչ թե դու։ Ժողովուրդ ջան, սա քարոզարշավը սկսել է Սյունիքից, որի գլխին կախված է Նիկոլի իշխանության վտանգը։ Սյունիքի վրա աչք է տնկել թշնամին, գաղտնիք չէ դա։ Ու Նիկոլը Սյունիքում անում է շատ կասկածելի հայտարարություններ։ Մասնավորապես ասում է, Սյունիքը եղել է, կա ու կլինի Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը։ Ժողովուրդ ջան, ինչ է այս հայտարարությունը նշանակում, եթե ոչ Սյունիքը կարող է և չլինել Հայաստանի Հանրապետության անբաժան մասը։ 2019-ին էլ ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, այսինքն Արցախը ՀՀ անբաժան մասն է, ու ինչ արեց։
Կարող եք ասել, ինչու է կարիք առաջացել, որ պետությունը ղեկավարողը իր երկրի տարածքի մասին ասի, կմնա մերը։ Ուրեմն վտանգ կա, չէ՞։ Հələ պատկերացրեք, երկրի վարչապետը հայտարարի Երևանը մնալու է ՀՀ անբաժան մաս։ Նշանակում է քննարկվում է Երևանի ՀՀ անբաժան մասը չլինելու հարցը։ Սրանց օրոք վտանգ է կախված մեր բոլոր անբաժան մասերի վրա։ Եթե այդ մարդը Ստեփանակերտը հանձնում է եւ հպարտանում, թե գտանք Հայաստանը, ով է խանգարում, որ վաղը ասի Հայաստանը վտանգի տակ էր Սյունիքի գոյությամբ, կհանձնենք Սյունիքը, որ գտնենք Հայաստանը։ Եթե հնարավորություն տակ, որ սա մնա, դա է լինելու կասկած չունենաք։ Ուրեմն պետք է հնարավորություն չտալ, որ բանը հասնի այդտեղ։ Երեք Գեղամասարի բնակիչներն ասում էին, որ իրենք մտավախություն ունեն, որ իրենց գյուղը կհանձնի, կդարձնի Արևմտյան Ադրբեջան, որովհետև սահմանին է ու Սևանի ափին է, որի վրա եւս աչք է տնկել Ալիևը։ Ու այդ մարդկանց կասկածները ժողովուրդ օթից չեն։ ՔՊ-ն մասնակցում է քարոզարշավի հանձնելու խոստումներով, չեմ չափազանցնում։ Քարոզչական բեմից սրանց արտաքին գործերի նախարարը հայտարարում է. Հայաստանի Հանրապետությունում կան ադրբեջանական տարածքներ։ Ինչ է սա նշանակում։ Ուղիղ նշանակում է հետևյալը. ընտրեք մեզ, ընտրեք ՔՊ-ին, որ տարածքներ հանձնենք Ադրբեջանին։ Որ տարածքները նկատի ունի։ Տիգրանաշենը, Վերին ոսկեպարը, ով ասաց իսկ։ Դուք վստահ եք, որ Սևանը նկատի չունի։ Ստեփանակերտը կարող է հանձնել, Երևանը չի կարող, խի չի կարող է, էն էր մայրաքաղաք, սա էլ է մայրաքաղաք։ Ու չզարմանաք, որ Սևանն էլ հանձնի, ավտոբուսներով մարդկանց հավաքի տանի Գորիս քարոզարշավի ու ասի. Սևանն ինչով էր մերը, նույն այն բառերը, որ իմ ասում է Արցախի մասին։ Ժորժյանի տարբերություն 2018 եւ 2021 թվականների, հիմա սրանք խոսում են իրենց հանձնելու պլանների մասին։ Ամեն մեկը հիմա պետքա մտածեք, ձեր քաղաքը, գյուղը, որտեղ ապրում եք, ըստ Նիկոլի, ձերն է թե Ադրբեջանինը։ Երբ իշխանությունը ընտրողին դնում է հիմարի տեղ, ընտրողի միակ արժանապատիվ պատասխանը նրան մերժելն է։ Հակառակ դեպքում 2031 թվականին մեզ կհամոզեն, որ Սյունիքն ու Գեղարքունիքն էլ մերը չէին։ Այն որ հատ թվարկում է եւ այդ մի մարդը դու ես, այո, այդ մարդիկ, ովքեր կտան Հայաստանը կործանելու մանդատ, ունեն անուն, ազգանուն, Հայաստանի քաղաքացիներ, ում ձայնից է այսօր ամեն ինչ կախված, այդ թվում հենց իրենց այս երկրում վաղվա կարգավիճակը։ Կարճ ասած, քաղաքացիներից մեկը այսօր հարց է տալիս Փաշինյանին. ինչ ես անելու, որ գալիս ես։ Ճիշտ հարցադրում եմ համարում։ Մնում ես, որ ինչ անես, իշխանությունը պահում ես, որ ինչ անես, պետության զարգացում չենք տեսել, անվտանգություն չենք տեսել ու չենք տեսել, սոցիալական բարելավում չենք տեսել, սահմանների ապահովություն չենք տեսել, ներդրումներ չենք տեսել, մնում ես, որ ինչ անես։ Նաև ուզում եմ հարցնել, ժողովուրդ ջան, լավ, քո իրեն պահելու մոտիվացիան որն է։ Տեսել եք մահեր, տեսել եք թալան, բռնագաղթ, աղքատություն, դրանց վստահելու մոտիվացիան որն է։ Պահում եք, որ ինչ անեք։